Ողջույն! Վերսկսում ենք աստվածաշնչյան ընթերցումները։ Կշարունակենք կարդալ Աստվածաշունչը։ Մարդիկ կառուցում են մեծ աշտարակ։ Այն կոչվում է Բաբելոնյան աշտարակ։ Մարդիկ կարծում են, որ կկարողանան կառուցել այն մինչև երկինք, բայց Աստված չի ուզում, որ նրանք կառուցեն այդ աշտարակը։ Աստված կկանգնեցնի նրանք հանգած կսկսեն չհասկանալ միմյանց բառերը։ Մանե, քեզ հարց եմ տալու, ով կանգնեցրեց աշտարակի շինարարությունը։ Աստված է կանգնեցրել աշտարակի շինարարությունը, որպեսզի չհասկանան միմյանց բառերը։ Ճիշտ է։ Աբրահամն Աստծո շատ մոտիկ ընկերն էր։ Նրա կնոջ անունը Սառա է։ Աստված Աբրահամին պատվիրեց գնալ մեկ այլ երկիր։ Աստված ասաց, որ Աբրահամին և իր սերնդին կտա ամբողջ երկիրը հավիտենապես բնակվելու համար։ Աբրահամը շատ գառներ և ավանակներ ունի։ Կարող ես ցույց տալ նկարի վրա։ Այո։ Հիմա հարցը Մանե, ինչ է այս մարդու անունը։ Այս մարդու անունը Աբրահամ է և իր կնոջ անունը Սառա է։ Ճիշտ է։ Աբրահամը և իր կինը շատ էին վշտանում այն բանի համար, որ իրենք երեխաներ չունեին։ Բայց ով է այս մեծ տղան։ Այժմ նրանք որդի ունեն, նրա անունն է Իսահակ։ Նրանք երջանիկ են, քանի որ Աստված պատասխանեց իրենց աղոթքին և որդի պարգևեց։ Մանե, ինչ է Աբրահամի և Սառայի որդու անունը։ Իրենց որդու անունը Իսահակ է։ Մանե, որն է պարգևել և նվիրել բառերի տարբերությունը։ Նվերը առնում ես, իսկ պարգևը չես առնում, Աստված է քեզ նվիրում։